մեր մոտ հիմա տեղի են ունենում Թենիս Եվրոպայի մինչև 12 տարեկանների պրոֆեսիոնալ մրցաշար եւ տղաների եւ աղջիկների եւ համապատասխանաբար տղաների եւ աղջիկների զուգախաղեր են տեղի ունենում։ Ունենք բավականին ներկայանալի կազմ, 20-ից ավելի տղաներ եւ 20-ից ավելի աղջիկներ ունենք, մասնակիցներ ունենք Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ղազախստանից, Իսրայելից, նույնիսկ Թունիսից։ Ոստով բավականին հետաքրքիր միջավայր է մեր մոտ ստեղծվել, բավականին պրոֆեսիոնալ եւ տենիսային այգի ունենք այսօրվա դրությամբ։ Տարածքի մասով մեր ունեցած ինֆորմացիան նույնն է, ինչ որ Երևանի ցանկացած բնակչի ինֆորմացիան։ Այսինքն ոչ մի կերպ մենք ավել ինֆորմացիայի չենք տիրապետում, քան ունի հասարակությունը։ Այդ ինֆորմացիան մենք ստանում ենք համայնքի գործակարգավարական նիստերից կամ ավականու նիստերից կամ լրատվականներից։ Այսինքն որևէ տարբերություն չկա։ Մի քիչ տարօրինակ է թվում, բայց մեզ ոչ իրազեկել են, ոչ կանչել են հանրային լսումների, ոչ քննարկումների ենք մասնակցել, ոչ առաջարկություններ է եղել, նույնիսկ հասարակության մոտ թույլ կարծիք է ձևավորվել, որ մեզ ուզում են տեղափոխել մոնումենտ կամ մեկ այլ տեղ, բայց ես պաշտոնապես ձեզ ասում եմ, նմանատիպ ոչ մի բան չկա։ Մենք քայլեր չենք ձեռնարկել, հաշվի առնելով այն պաշտոնական հայրերի հարցազրույցները կամ դրանց բովանդակությունը, որը որ լսել ենք։ Քանի պաշտոնյա իր խոսքում ներկայացրել է, որ տնտեսվարող գոտու տնտեսվարողների հետ մենք որևէ գործառույթ իրականացնելու չունենք, մինչ գերական հանրային շահի որոշման կայացումը։ Դա նշանակում է, որ գերական հանրային շահի որոշման կայացումը առանց մեզ է ամեն դեպքում քննարկվել, ընդունվել եւ գնալու է այդ ուղղությամբ։ Մենք գտնում ենք, որ տվյալ որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գերակա շահի մասին համապատասխան օրենքին, որովհետեւ նույն օրենքի տրամաբանությունը շեշտում է, որ հասարակության համար անհրաժեշտ ենթակառուցվածք պետք է կառուցես այն տարածքում, որը որ հասարակության համար այդքան կարևորություն չունի։ Մինչդեռ հենց գերակա հանրային շահի մասին օրենքը ասում է, որ մարզարողջարանական համալիր կարած կառուցես։ Մեր պարագայում ունենք հակառակը։ Որոշման նախագիծը, որը որ իրավական ակտերի հետ փորձաքննության հարթակում դրված է, ասում է մենք այսպես ասած քանդում ենք 6 սպորտը ու տեսեք միջազգային մրցումներ ենք անցկացնում։ Միջազգային մրցումների համապատասխան կորտեր։ Ուզում եմ շեշտեմ, էլի, Երևանի փոքր կենտրոնում սա միակ կղզին է, թենիսային կղզին է։ Մենք երկրում ունենք գրեթե 40 կորտ, ինչը շատ փոքր թիվ է մեր քաղաքի ու մեր երկրի համար, էլի։ Ու փոխարեն ուզում ենք կառուցենք անհասկանալի ինչ-որ հասարակական նշանակություն ունեցող օբյեկտներ, նաև թողնելով 2 հատ կորտ, որն է տրամաբանական 2 հատ կորտը քանդել, 6 հատ կորտ սարքել, թե 6 հատ կորտը քանդել, 2 հատ կորտ սարքել, էլի, հարցը առաջացնում։ Մենք վիճարկելու ենք, մենք մեր ձայնը լսելի ենք դարձնելու, մենք պայքարում ենք մեր առօրյա աշխատանքով, մեր միջազգային մրցաշարերով, մեր տեղական նշանակության մրցաշարերով։ Ցանկանում եմ շեշտեմ, որ Ռոզա Պրուդնիկովայի հուշամրցաշարի անցկացումով մենք չենք ավարտելու այս ամենը։ Մենք հաջորդ շաբաթ արդեն սկսում ենք մեր մարզիչ երջանկահիշատակ ընկեր Վիլիկի հուշամրցաշարը, էլի նույն ֆորմատով Թենիս Եվրոպայի մրցաշար մինչև 12 տարեկանների, որոնց գրանցումը լինելու է մինչև Կիրակի օրը ներառյալ։ Կիրակի օրվանից եթե եղանակային պայմանները թույլ տվեցին, արդեն կանցնենք երկրորդ մրցաշարին, այսինքն այս մեկը կամփոփվի եւ կսկսենք երկրորդը, էլի։ Այգու կոնցեպտում կորտերը տեղավորվել են դեռևս 1950-ականների վերջից։ Խորհրդային միության չեմպիոններ են ստեղ հանդես եկել։ Ռուսաստանի տենիսի ֆեդերացիայի նախագահը Արկարժան Պարտիշևը 1-2 տարի առաջ, երբ որ ժամանեց Երևան, եկավ ստեղ աչքերը լցրեց։ Մարդն ասեց, ես այս կորտերում խորհրդային միության չեմպիոն եմ դառել։ Վրացի հայտնի տենիսիստ կա Մետրևելին, որը խորհրդային միության հավաքականում հանդես եկել ու խորհրդային միությունն է ներկայացրել միջազգային շատ խոշոր մրցաշարերի, Australian Open կլինի կամ չգիտեմ Wimbledon կլինի, այլ մրցաշարերում իր նախաձեռնությամբ զանգահարել է Հայաստանի տենիսի ֆեդերացիա եւ իր տարակուսանքն է հայտնել, թե ինչ է կատարվում Երևանում, ինչ անհասկանալի ծրագիր են ուզում իրականացնել եւ կորտերը քանդել։
Մինչդեռ մեր խնդիրն ուրիշ է։ Մենք ուզում ենք վերհիշենք մեր պատմությունը, մեր ակունքները, այն մշակույթը, որը այս գործերում է ձևավորվել։ Ու դրանով, դրա օգնությամբ նոր սերունդ կերտենք, նոր սերունդի վրա աշխատենք։ Երեխեք դասիրակենք, որոնք որ Հայաստանը կգնան կներկայացնեն, ստեղի աճած երեխեք կտանենք դուրս ներկայացնելու, ոչ թե փորձենք արտասահմանում տարապած երեխեքի բերել նաև։ Իհարկե դա էլ է լավ, դա էլ է ողջունելու, բայց մենք պետք է ստեղ նորմալ դպրոց ունենանք, հայկական ավանդույթներով լի դպրոց ունենանք Թունիսի, որը որ Հայաստանը ավելի որը ավելի լավ կներկայացնի Հայաստանը, էլի արտաքին աշխարհում։